Ինչ է կարծում ես, ինչպիսի ղեկավար է պետք, ուժեղ, բարի, որ ժողովուրդը սիրի։ Ըստ ձեզ վարչապետի թեկնածուներից ով կարող է լինել այդ ղեկավարը։ Չեմ կարող ասեմ ով կլինի, բայց խելոք կլինի։ Ամենաուժեղը ինձ թվում է Սամվել Կարապետյանը։ Ես մեկ նրան եմ ձեն տալու, թե չէ Նիկոլա լապա չենք տեսնում տանից։ Իսկ ինչպիսի ղեկավար է մեզ պետք։ Ամենաանտիրը լավ ղեկավար, որ սա ժողովրդի մասին մտածի, հոգ տանի ու խաղաղություն լինի։ Խաղաղություն մեկ էլ ամեն ինչը իր տեղը տեղին էժանություն։ Ժողովուրդը մեղքեն։ Ղեկավարը պետք որ հենե իշխանասարա թուրքերից վեկալի որ կարող տանը 40 պայ կարոտավարի երեփանը սաղ վեկալի տամես։ Հենե թուրքը գլխներից նստած։ Նորմալ ղեկավարը պետք։ Ուժեղ եւ շատ բարի։ Այս շատ ուժեղ է, ոչ թե ուժեղ, այս շատ ուժեղ, շատ հայրենասեր, շատ ուժեղ, հզոր անձնավորություն, բազմակողմանի զարգացած մարդ, որը կարա երկիրես վիճակից հանի։ Ճիշտն ասած, հələ չեմ կողնորոշվել, բայց հզորները կան, էլի։ Օրինակ շատ բանը, տենց ինձ հոգեհարազատ է Արման Թաթոյանը, հոգեհարազատ է Սամվել Կարապետյանը։ Ժողովրդին նայող, ուժեղ, ով էլ լինի հարմար է, բացի Նիկոլից։ Ինչու՞։ Որովհետև չի կարում աշխատի։ Իհարկե Սամվել Կարապետյանը։ Իսկ ինչպիսի ղեկավար է մեզ պետք։ Ուժեղ, բարի, աջակցող։ Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը։ Մենք այդպես ենք կարծում։ Ուժեղ, հոգատար։ Լավ, անտի, որ բանը միջազգը չտա։ Լավ կլինի, որ խիստ ղեկավարանի մեր երկրի համար, որ բոլոր հոգսերը, ասենք ինքը ունենա էլի, անի այդ բոլոր հոգսերը ժողովրդի համար։ Խիստ ղեկավար, այդքան։ Լինի ուժեղ Հայաստան, խաղաղություն ամենակարևորը, լինի բարի, չարը վերանա։ Պիտի լինի ժողովրդական, խելոք։ Ոչ, ղեկավարը պիտի լրիվ հետ հավասար լինի։ Ինքը պետք է նախ ձիգ լինի, ամուր լինի, որ կանա երկիրը պահի։